Մեր համար ենք աղոթում ժողովուրդ ջան, չէ, այդ աղոթքի մեջ ասեց մեր համար ենք աղոթում։ Ու ես աղոթքի մեջ սենց էի աղոթում, ասում էի Տեր Աստված, ընենց արա, որ քո ժողովուրդը իր սրտում զղջում ապրի։ Ոչ թե հասկանա մենակ։ Ես կարող հասկանամ, բայց սիրտս քարի պես մնա էլի, քարել մնա։ Չկարանամ զղջամ, էլի։ Գիտեք, երբ որ անառակ որդին խոզերի կողքը նստած հասկացա, որ ինքը հոր տնից հեռու կմեռնի, ինքը հասկացավ այդ բանը, որտեվ ինքը զինք եկավ, Աստծո խոսքը ինքը զինք ա բերում, բայց երբ որ ինքը զինք եկավ, որոշում կայացրեց ու գնաց, ասում եմ, եւ որ հորը տեսավ, ես չեմ պատկերացնում անառակ որդուն առանց արցունքների, ես չեմ պատկերացնում, այտենց չի, ընդե գրած չէր արցունք կար, թե չկար, բայց այդ որդու զղջումը նենց էր, հոր որոշում եղավ, հերը որոշում բան կայացրեց, պատկերացնում եք, հերը որդու հետ չի խոսում, որդին ա խոսում, անառակ որդու խոստովանական աղոթքի ժամանակ հերը հետը չի խոսում, բայց հերը հրաման ա տալի այդ ժամանակ, ու շատի լսում եք սիրելիներ, հայրը այդ ժամանակ հրաման ա տալի, բերեք հագուստը, բերեք մատանին, բերեք կոշիկները, հերը հրաման ա տալի, ու հագցրեք ին որդուն, և մորթեք բարար ծվարակը ուտենք ուրախանանք։ Ես կուզենայի սիրելիներ, որ ինձանից սկսած ամեն մարդ, որ կկանգնի Տիրոջ առաջ իր հոգսը բերի, իր հոգսից առաջ թող իր անձնել բերի։ Երեք կարող է ես ապականյալ խոսքեր չեմ ասում, կարող է, Աստված գիտի, բայց չեմ կարող նստեմ աղբորս կողքը։ Անառակ որդու մեծ աղբերը քրդնում էր սաղորը դաշտում, քրտինքով արտը ջրում էր, բայց եղբոր կողքը չկարացավ նստել, եղբայրներ քույրեր։ Պետք է քիչ զղջա անառակ որդուց, թե ինի պետք է շատ զղջա։ Եղբորդ կողքը չես կարող հանգիստ նստես, զղջալու բան չունեմ ես, հա? Չեմ ուզում մտնեմ միտեղ, որտեղ այդ աղբերս ա եկել, զղջալու բան չունեմ ես, հա? Շատ էլ որ անառակ որդու համար հետևից չեմ խոսացել, հետո ինչ։ Ես չեմ կարող նստեմ այդտեղ, այդ միջավայրը իմ համար օտար ա։ Խի որովհետև այն մարդը տեղ ա։ Ես էլ զղջալու բան ունեմ, սիրելիներ։ Աստված սրտագետն ա, ու Աստծո երեսից ծածկվել հնարավոր չի։ Դրա համար ինչպես երգեցին խորնել, քո այն արյունը, որ թափել ես Գողգոթայում խաչի վրա, կարա մաքրի, բայց ումը կկպնի այդ արյունը, ով կմաքրվի ու էլ չի անի։ Պետրոսի նման մարդը դառը լացավ, եղբայրներ քույրեր, դառը լացավ։ Ու Պետրոսի կյանքից մաքրվեց այդ հետքը, ինքը էլ բանը չարեց։ Թող Աստված կպնի իր շնորհքով ամեն մեկիս, որպեսզի իրական մարդ ոչ թե հասկանա, զղջում ապրի եւ ապաշխարություն լինի։ Ու Տերը փառավորվի։ Ամեն։ Կանգնենք ոտքի, սիրելիներ, աղոթք կանենք։ Ես ուզում եմ խոստովանական աղոթք անեմ, ով որ չի կարող աղոթի, չգիտի ինչ աղոթի, թող իմ հետ միանա, սիրելիներ, ողորմած Աստված։ Գալիս եմ քո առաջ, ինչպես քո զավակները քարոզեցին, խոսացին, Տեր,